Հարց համար 2. Որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը։ Ունենք պատկերված շրջանաձև խաչմերուկ։ Այն իրենից ներկայացնում է մի քանի փողոցների հատում։ Մեքենան մտնելով շրջանաձև խաչմերուկ պտտվում է այդ խաչմերուկում, մինչև հասնի այն անցումի մոտ, այն փողոցին, որով պետք է շարունակի իր ճանապարհը։ Եվ աջ շրջադարձյանում մտնում իր նախընտրած փողոցը, խաչմերուկը դուրս գալուց։ Հիմա մենք այս խաչմերուկում ունենք մի արգելող նշան, որը տեղադրված է առաջին չէ երկրորդ անցումից, այսինքն շատ փոքրիկ խաչմերուկ ասենք իրան, առաջ։ Բոլոր նշանները գործում են հետևյալ օրենքով։ Ասենք ճանապարհով մեքենան ուղիղ գնում է, հանդիպում մի նշանի։ Այդ նշանը գործում է այնքան ժամանակ, մինչև մեքենան կհանդիպի մեկ այլ նշանի կամ կհանդիպի խաչմերուկի։ Հիմա տվյալ պարագայում այստեղ տեղադրված արգելող նշանը գործում է այնքան ժամանակ, այնքան տարածությամբ, մինչև հանդիպենք խաչմերուկ։ Հանդիպեցինք խաչմերուկ, այստեղ նա գործում է, բայց հաջորդից արդեն չի գործում։ Ուստի այս նշանի ազդեցությունը տարածվում է միայն այստեղից մինչև այստեղ։ Այստեղից այն կողմ արդեն նա չի գործում։ Ուստի նա կարողացավ արգելել մեր մեքենայի առաջին անցումի հետ կապ չունի, հանգիստ մեր մեքենան կարող է մտնել այստեղ աջ կողմ եւ շարունակել իր ճանապարհը, այ երկրորդ անցումի վրա արդեն մեր մեքենան իրավունք չունի ստեղից աջ մտնել, իսկ երրորդից կարող է արդեն աջ մտնել, հետեւաբար արգելվեց երկրորդ անցումում։ Ընտրում ենք պատասխան երկրորդ, ստուգում ենք մեր պատասխանը, պատասխան երկրորդ։